Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Ես էլ եմ ինձ հաջողակի հարց տալիս։ Այդ ոնց պատահեց, որ Ղարաբաղը չի ուզել, Նախիջևանցին Նախիջևանը չի ուզել, բայց ուջած աշխարհի մի հատ հասարակ ընտանիքի երեխա Սուրեն Մելիքյանը դեռ 16 տարեկանից սկսել է Ղարաբաղի Նախիջևանի Սարիղամիշի Ղարսի Արտահանի պահանջատիրությունը, այսինքն հասել է ես տեր եմ Սևրի պայմանագրին, մրցույթ էր կազմակերպել 12 ձևից, պետք է գնայի Սովորովյան ուչիլիչը։ Փաստաթղթերս վերցրեց, վարանը նետեց, ասեց ես կայսրական բանակում ծառայելու եղբայր չունեմ։ Ըստ Մարքս-Լենինյան գաղափարախոսության ազգային հարցի լուծումը եւ խորհրդային միության տարածքում Լենինյան ծրագիրը ամեն ազգայից պետք է լիներ մեկ վարչատերիտորիալ բաժանում։ Այս ժողովուրդը ունեցավ 4-ը, ստեղծվեց Ջավախքի ազգային օկրուգը, ազգություն չի գրվում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ազգություն չկա, ինչ ազգի ապրում, Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, կրկին ազգի անունը չկա, ասում ենք Չեչենա-ինգուշական ինքնավար հանրապետություն։ Բայց ինչ ազգի ապրում Ջավախքում, ինչ ազգի ապրում Ղարաբաղում, ինչ ազգի ապրում Նախիջևանում։ Չկա այդ մասին, ազգի անունը անել են, որպեսզի համապատասխանեցնեն իրենց սահմանադրությանը։ Խնդիրը դրված էր այսպես, ծրագիր մինիմում։ Մեր խնդիրը չէ սովետական կայսրության կործանումը, այդ կայսրությունը կործանվելու է։ Մեր խնդիրը պետք է լինի մեր ազգը փրկել այդ կործանվող կայսրության փլատակներից եւ պատրաստ լինել կայսրության կործանման պահին որպես անկախ պետություն մեր հարևանների հետ խաղաղ համագործակցությամբ ապրելու։ Դրա համար կար ծրագիր մինիմում, այսինքն սովետական միության տարիներին Հայաստանին վերամիավորել Ղարաբաղն ու Նախիջևանը։ Ամռանը որոշում կայացվեց, որ ես պետք է տարիգետուն վերցնեմ եւ գնամ Շամշադինի շրջան, Նաղու Գոմեր կոչվող երկու թուրքական գյուղ, որոնք հիմնվել են հայկական տարածքում, լիկվիդացնելու եւ Հայաստանին միացնելու համար։ Փայտից այդ տները վառեցինք, ազգաբնակչությունը վտարեցինք, տեղում ստեղծվեց խոզաբուծական ֆերմաներ, նույնիսկ Հեյդար Ալիևը եկավ դիրքերը, որ մենք եղբայրներ ենք, մենք իրար խնդիր չունենք։ Մենք փաստացի այդ 4000 քառակուսի կիլոմետր հատվածը վերամիավորեցինք Հայաստանին, որ բերեց ցանոթացրեց, որ այդ նյութերը պետք է Ղարաբաղ ուղարկեմ, ասի պարոն Սարգսյան, այս մարդը անվստահելի մարդ է, դուք լավ եք ճանաչում, բայց ես երաշխավորում եմ, ասի քո երաշխավորելը Սիբիր կարժենա եւ մեր գործի տապալումը։ Հաղորդումն ամբողջությամբ հասանելի է լրատվական ռադիոյի բաժանորդներին։ Բաժանորդագրվեք 1, 6 կամ 12 ամսով եւ ստացեք այս եւ բոլոր մնացած մեր ռադիոհաղորդումները նաեւ դիտելու հնարավորություն։ Բաժանորդագրությունից առաջացող հասույթը լրատվական ռադիոյի ֆինանսական անկախության եւ խոսքի ազատության երաշխիքն է։